Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպը կշերք նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերը։ Արևը մինչև հուլիսի 22-ը կգտնվի Խեցգետին նշանում, իսկ դա սիրելի կշերքներ ձեր 10-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր կարիերայով, ձեր նպատակներով, եթե ղեկավարության հետ կապված ինչ-որ հարցեր կան, ապա դրա համար ևս։ Ամսի 22-ից սկսած արևը կանցնի արդեն ձեր 11-րդ տուն և լավ ժամանակահատված կլինի, որպեսզի հանդիպեք ձեր ընկերներին, գաղափարակիցներին կամ օնլայն հարթակում ինչ-որ գործունեություն իրականացնեք։ Մերկուրի մոլորակը ամսվա սկզբից սկսած մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով Խեցգետին նշանում, սրա հետ կապված առանձին նյութ ունեմ տեղադրած, նկարագրություններ բաժնում կարող եք գտնել, նայել, եթե իհարկե մինչ հիմա չեք նայել, այժմ չասեմ, որ չկրկնվեմ։ Վեներա մոլորակը մինչև հուլիսի 9-ը կգտնվի Արյուծ նշանում ձեր 11-րդ տանը, հնարավոր է ինչ-որ գումար ստանաք օնլայն հարթակում իրականացրած գործունեությունից, կամ ձեր ընկերները ձեզ ինչ-որ գումարով օգնեն, կամ դուք նրանց օգնեք, կամ ընդհակառակը ձեր ընկերներից ինչ-որ հաճելի նվեր ստանաք այս ժամանակահատվածում։ Հուլիսի 9-ից սկսած Վեներան կանցնի կույս նշան ձեր 12-րդ տուն։ Հնարավոր է նոր սիրավեպ սկսվի, որը դեռևս գաղտնի կպահեք, կամ ինչ-որ հեռավոր հողերից ինչ-որ նվեր գուցե ստանաք, կամ ինչ-որ հաճելի նորություն լսեք։ Մարս մոլորակն ամբողջ ամսվա ընթացքում կգտնվի երկօրյակ նշանում ձեր 9-րդ տանը և շատ ակտիվ կլինի այն ամենը, ինչը կապված է արտասահմանի հետ, բարձրագույն կրթության հետ, եթե թոռնիկ ունեք, ապա թոռնիկի հետ կամ թոռնիկների հետ։ Գուցե այս ժամանակահատվածում որոշեք մեկնել արտերկիր հանգստանալու կամ զբաղված լինեք վիզա սարքելու կամ անձնագիր փոխելու հետ կապված հարցերով։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Արյուծ նշանում, այս ամսում 0-ից 6 աստիճան է շարժվելու, Արյուծը ձեր 11-րդ տունն է և Յուպիտերը 11-րդ տանը հաճախ ձեր միջավայրը կփոխի, ձեր ընկերական շրջապատը կփոխի, նոր ինչ-որ խմբակների կարող եք գնալ, թե ինչ կբերի Յուպիտերը ավելի հստակ կոնկրետ, կարող եք նայել իմ նյութը կապված Յուպիտեր մոլորակի հետ, թե առաջիկա տարում ինչ փոփոխություններ են լինելու, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում։ Բայց այս ամսում բոլորից շատ այն կշերքներն են զգալու Յուպիտերի դրական ազդեցությունը, ովքեր ասցենդենտով են կշերք, ասցենդենտը 0-ից 6 աստիճանում է գտնվում, կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 29 ընկած ժամանակահատվածում, ինչ-որ դրական փոփոխություններ ձեզ հաստատ կբերի այս ամսում։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 21-ից 24 աստիճան, աղեղնավորը ձեր 3-րդ տունն է, այստեղ սև լուսինը կարող է ձեզ օգնել օրինակ ինչ-որ կապի կամ տրանսպորտի միջոց հաջողությամբ վաճառել, որը իրենք այդքան էլ լավը չէ, դուք կարողանաք հեշտ վաճառել, այստեղ սև լուսինը այդպիսով կօգնի ձեզ, բայց եթե պետք է գնում կատարեք, զգույշ եղեք, որ խաբեության զոհ չդառնաք։ Սև լուսինը 3-րդ տանը կարող է նաև փչացնել հարաբերությունները հարևանների, քույր եղբայրների հետ։ Նորալուսին ենք ունենալու հուլիսի 14-ին, մի երկու օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ նորալուսինը ինչ-որ նորություն, նոր էներգիա է բերելու, կապված ձեր 10-րդ հետ, նոր ստատուս, 10-րդ տան հետ, նոր ստատուս, նոր նպատակ կամ ինչ-որ նորություն, խոսակցություն ղեկավարության հետ։ Եվ լիալուսին կլինի հուլիսի 29-ին ջրհոз նշանում ձեր 5-րդ տանը և ինչ-որ հստակ իրավիճակ կստեղծվի ձեզ համար, որ կարծես ձեր ֆոկուսը կուղեք վերոնշյալ թեմաները կամ երեխաներ կամ հարաբերություններ։ Այժմ նշեմ լարված օրերը։ Լարված է լինելու հուլիսի 3-ը, հուլիսի 6-ը, 13-ը, 20-ը և 26-ից սկսած մինչև ամսվա վերջ։ Այս օրերին կարևոր գործողություններ մի կատարեք։ Այսքանը սիրելի կշերքներ կապված հուլիս ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։